Գործողություններից հետո սկսեցին որոշները գեներալի կոչումներ ստանալ, սիրելի հայրենակիցներ, ԿՊԻ օրոք գեներալներ, բարձր սպաներ դառնում են նրանք, ովքեր երկիրն են հանձնում, նախկինում այդպես չէր, սրանք սիրում են նախկին ներկա այդ հոլովույթի մեջ ձեզ ներառել և կուլ տալ, խժռել, որովհետև մենք նախկիններից էլ առանձնապես գոչ ենք եղել, բայց դրանք եղել են սոցիալական հարցեր, դրանք եղել են քաղաքական ինչ-ինչը, բայց ոչ երբեք հայրենադավություն, դավաճանություն, սրիկայով, դրանք շատ տարբեր բաներ են, այդ պետություն ունեինք, ուզում էինք ավելի լավը դարձնել, հիմա երբ որ պետությունը չի լինելու, ինչից բողոքես, և մյուս իշխանությունները, որ կան, ես պատկերացնում եմ, ինչ մեծ տքնանք, ինչ ջանք է պահանջվելու, որպեսզի կարողանան որոշ չափով անդունդը գլորած այս երկիրը նորից բերել, որտեղ միջազգային հարթակներում արդեն բոլոր մտածում են, թե այս կլոններն են Հայաստանը ներկայացնողները, որոնք գնում այստեղ այնտեղ կազում են և այդ ծնգելիք, արա ծնգելիք կանենք, հլա գգա օրը դու ծնգելիք ես լինելու, պալաս, որ գնացել ես, բայց չլսեցի, որտև հասկացար, որ դու ինքնաբացահայտվում ես որպես դուխով տրյապկա, որովհետև քեզ հարցնում է, գերիների հարցը դե ծնգել արիք, տո ծնգել քո հեյլումները արին, որ քոպես դեբիլ են աշխարհ բերել և եկել է հայոց իշխանության մեջ մախրճվել, որպես չգիտեմ քանի երկրի լրտես, և ես Վարդևանյանի պատասխանը լսեցի, երբ որ ես Գոյանքը փորձում էր Վարդևանյանին ներկայացրել, որ դու ես ուժին են ուժին, և ինչ ուժի անունը տվեց, դրանք բոլորը հայրենիքին ծառայած ուժեր էին, և դա իրավունք ունի Վարդևանյանը, և այնտեղ լինել, և այնտեղ, որովհետև նա պայքարում է բոլոր այն տեղերը, որտեղ այս ԿՊԻ-ական ոհմակի դեմ պայքար կա, և նա հստակ ասեց, արա դու ես ինձ դες բան ասում, դու որ բացահայտորեն այլ երկրների լրտես, եկել ես և դու ես ինձ, և մենք ես ամեն ինչը տեսնում ենք, հասկանում ենք, որ արդեն հասկանալի է, որ պարտվել է այս թիմը, բացահայտ, պարտությունը, և գնում է ազնվազարմ հայերին շարունակաբար բանտարկելու, ինչպես Թևանյանը, Անդրանիկ Թևանյան, ես նրա ելույթները, որ լսում էի տարիներ առաջ, տեսա մեկը, ով գրքեր է կարդում, ով այդ գրքերի ցիտատները բերում, մեջ բերումներ անում և իսկապես համակրանք ունեցա իր անձի հանդեպ, իր գործչի հանդեպ, ով իր ազգի համար պայքար է մղում, և երբ նա Երևանի քաղաքապետի համար էր պայքարում, ես ելույթ ունեցա հարգելով իր անձը, իր ստեղծած թիմը, որտեղ նա պայքարի ազնվազարմ մարդիկ է, և որպես ազնվազարմ հայ պիտի բանտարկվեր, ինչպես Բագրատ Սրբազանը, որին մինչև հիմա կալանավարում է պահում, ինչի, որովհետև գիտի, որ այդպես պիտի լինի, և Աշոտ Երկաթը, և Աշոտյանը, որը ժամանակին նորից տևականորեն բանտարկվեց, որովհետև նա էլ անընդհատ ժողովրդին կարողանում էր մատուցել ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որով պիտի կարողանար երկիրը մնալ, հայրենիքը մնալ, պետությունը մնալ, և այս փալասախումբը, որ ընդամենը լափի կռիվ է տալիս և եկել է, այս անգամ էլ ասի, արա ոնց մեզ լափից զրկելու են, արա ոնց մեզ ստանալու են զնդանները նետեն, և դա երանելի պահ է լինելու ձեզ համար զնդաններում հայտնվել է։ Ես հիմա տեսնում եմ, որ քանի որ բացահայտ է ԿՊԻ պարտությունը, որը ակնհայտ է մեր միջավայրում, մեր շրջապատում ենք տեսնում, մարդիկ ուղղակի նողկանք են ապրում լսելով ԿՊ կամ Նիկոլ, և դրանցից որևէ մեկի անունը, որովհետև դրանք բոլորը ուրացան հային, ուրացան մեր հայրենիքը, մեր պետությունը և ուրացման ճանապարհին են, որովհետև հիմա թշնամին լռում է այնքանով, և որ չի հարվածում մեր սահմաններին, որ կորուստներ չտեսնեք, մյուսը չտեսնեք, բայց նրանց լռությունն էլ կասկածելի է, նրանք լավ էլ սատարում են ԿՊԻ-ին, այդ նույն Թուրքիան և իրանց արտգործնախարարի վերանով դա բացահայտ ասեցին և Ալիևը և Մակրոնը, որը դարերով Ֆրանսիան սովոր է մեզ այսպես գլուխները շոյելով մեր տարածքները հանձնել, սկսենք Կիլիկիայից մինչև մեր օր նույն ցեղասպանության ժամանակահատվածում սրանք ինչ են արել, սրանք կողքից դիտորդներ են եղել, նայել են, չասեմ հրճվանք են ապրել, գուցե մարդկային զգացողությունները մի քիչ ավելի հիմա էլ ոնց է, ասում են, ձեզ կուղարկենք այս պրոթեզային, կուղարկենք դա միայն, գնացեք մեռեք, եթե սաղ եք մնում, անթև եք մնում, անոտ եք մնում, ինչ որ մի բան կտանք, այն էլ հարցը կտան, թե չեն տա, այդքանով են օգնելու, այդ օգնությունը ձեզ պետք է, կամ այդ շքերթը որ արեց, ձեզ այդտեղ տեսա զինամթերքներ, որոնցով Իսրայելի
սիրելի լակոտները կռիվ են աղում իրար հետ, այդ նույն տեսակ այդ զենքերի 50%-ը դրա մասին էր։ Այդտեղ չկար զենք, որը ահուս արսապ կբերեր, թշնամուն եւ կասեր, արա խելոք մնամ հայրս, դա հանել էր այդ ցիրկը կազմակերպել էր, որովհետեւ իր պապաները ասել էին, որ արա միա ցիրկ, արա միա շոու, արա որ այս կորսված քո ձայները կարողանաս հետ բերել։ Չի ստացվում, բայց ես նկատել եմ, որ ինքն էլ տրամադրված չի, արդեն որտեղ հասկացել է, որ իր այսքան անընդունելի լինելը, եթե փորձի ուժով պահել, դա պատերազմ է, ներքին պատերազմ է։ Ներքին պատերազմ է, արյունահեղություն է, որի դեպքում շատ հնարավոր է, որ դրանցից որևէ մեկին փրկել չլինի, բայց ես շատ ուզում եմ, որ դրանք ողջ մնան, այ մեր սիրելի մարզիկը Հակոբ Քոխյանը այստեղ ասաց, ես ստանալու եմ Նիկոլիկին պահեմ իմ նկուղում։ Ինչի պահի, որ տենան ինչ է եղել ի վերջո, ոնց է եղել այս դավաճանությունը ինչի արեցին, ստիպված էին արեցին, թե իրենց կամքով արեցին, թե իրենց մոլորության գնով։ Հիմա տեսեք, այն թքող լակոտը վերջերս ասում է այն վաղ, որ ասում էի Հայաստանը սխալվել եմ։ Արա քո սխալը մեր երեխեքի կյանքի գինն է արժեցել։ Այ երբ որ դու ես սատկես քո սխալի համար, այդ ժամանակ կասեմ, հա, դու արդարացրեցի քո սխալ լինելը, որտեղ ինքդ կյանք տվեցիր քո սխալին, բայց դուխով տերյապ կա, եկել ես դաշկինակի պես կնանիք ես փոխում ու այդ սխալիդ վրա ես խաղում, փալաս, ընկեվին գաշակյոխիտ ուռոտ, որ սխալվեցին գնացել հեշտ ես ասում, արա հազարավորներ այդ սխալի, քո սխալի, քո թիմի սխալի համար կյանք են տվել եւ այդ կյանքի գինը դուք վճարելու եք, դուք եք վճարելու, չեք մարսելու, այս այրան վրա որ թրջկոտում եք, փալասներ չկարողացաք մոտենալ հայ ժողովրդի ցավին, այդ ցավին մոտենալ չկարողացաք, ձերը քեֆ, ուրախություն, հրճվանք, ինչա նարկոտիկ, ձերը դա էր, եւ դրա համար է այսօր թմրան յետի մեծ պահանջարկ իմ երկրում, դրա համար է որ խաղամոլները բուծում արա, դրա համար են մարդիկ ունես զրկվում ամեն ինչով, որովհետեւ ձերը դա է, փող, լապ, լապելու եւ ցրթելու կուսակցություն, քո վերջը եկել է եւ ինչքան էլ մոլորվածներ գնան եւ փորձեն, ուրեմն պաշտպանել ձեզ ձայն տան, դուք արդեն պարտված եք եւ այդ ձենները ուղղակիորեն սիմվոլիկ նշանակություն ունեն։ Ես ուզում եմ, շատ եմ ուզում սիրելի հայրենակիցներ, որ մենք կարողանանք այս հաղթանակը վավերացնել, որ մենք կարողանանք այնինչ հիմա իրականում կա, նաև այդ քվյա խցիկներում կարողանանք իրագործել։